Ինչ ես կարծում, ով ավելի լավ կկառավարի քո կենսաթոշակային միջոցները, դու թե ֆոնդի կառավարիչը։ Արի հասկանանք միասին Արմենի և Հայկի օրինակով։ Ծանոթացիր, Արմեն։ Նա աշխատում է Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերից մեկում։ Ամեն օր գալիս է աշխատանքի, անում ամեն ինչ քո կուտակային հատկացումները ապահով ու եկամտաբեր կերպով ներդնելու համար։ Արմենին այդ հարցում օգնում են նրա մասնագիտացված կրթությունը, որակավորումները և իհարկե երկար տարիների փորձը։ Ներդրումներ անելիս նա օգտագործում է ֆինանսական համակարգչային հզոր ծրագրեր, որոնց հասանելիությունը տվել է ֆոնդի կառավարիչը։ Որպեսզի դու շատ գումար կուտակես ու չկորցնես, Արմենը դիվերսիֆիկացնում է քո միջոցները։ Հիմա բացատրեմ։ Նա քո և ուրիշների կուտակումները միասին ներդնում է տարբեր տեղերում՝ ավանդներում, մարդատոմսերում, հայտնի ընկերությունների, օրինակ Apple-ի, Microsoft-ի բաժնետոմսերում, տնտեսական, քաղաքական և այլ գործոնների արդյունքում որոշ ներդրումներ շատ գումար են բերում, որոշները ոչ այնքան, բայց լավն այն է, որ քո մասնաբաժինը տարբեր գործիքներում է լինում և ռիսկը նվազում է։ Մյուսը Հայկն է։ Նա հմուտ ատամնաբույժ է, բայց մի քիչ էլ ֆինանսներով է հետաքրքրված։ Նա ամեն օր աշխատանքի գնալիս մտածում է, որ երեկոյան կզբաղվի իր խնայած գումարների ճակատագրով, իսկ երեկոյի համար պլանները շատ են։ Ծանոթանալ ատամնաբուժական աշխարհի վերջին նորություններին, թե ֆինանսների դասագրքերը կարդալ։ Ֆինանսատնտեսական նորություններին հետևել, թե վերջապես բրոքերային հաշիվ բացել։ Ճակատամարտում հաղթում են մասնագիտական զարգացումն ու ժամանցն ընտանիքի հետ։ Սակայն Հայկը իրեն չի էլ մեղադրում, քանի որ գիտի, որ Արմենը ու նրա գործընկերները շատ պրոֆեսիոնալ կերպով կկառավարեն իր ամենից երկարաժամկետ խնայողությունները՝ կենսաթոշակային կուտակումները։ Կուտակիր կենսաթոշակիդ համար, եղիր բարեկից։